Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Յուրաքանչյուր տարի, երբ արդեն իմանում ենք, թե ով է մեր այդ տարվա պատվիրակը, սկսվում է ամենահետաքրքիր փուլը՝ աշխատանք մասնակցի հետ, հարցազրույցներ, բրենդավորված նվերների մտքերի գեներացում, իրականացում, համագործակցություն տարբեր գործընկերների հետ, եւ սա իսկապես ամենահետաքրքիր ընթացքներից մեկն է։ Երբ առաջին անգամ լսեցի երաժշտությունը, գիշերը չէի կարողանում քնել ու քանի որ հենց մեր թիմին է վստահված ստեղծել բրենդավորված թեմատիկ մերչերը, նվերները, այլ կերպ ասած, տարբեր մտքեր ինձ հանգիստ չէին տալիս գիշերը, բայց երբ այնքան ու երաժշտությունը էս պահին, որովհետև դեռ բառերը չկային, այնքան թեմատիկ ու այնքան հետաքրքիր էր, որ առաջինը մտքիս եկավ գիրք ունենալու գաղափարը։ Առաջին բանը, որ արեցինք, դա թիմով հանրային կապերի քննարկեցինք միտքը եւ բոլորին միանգամից առաջին վարքյանից դուր եկավ հենց գիրք ունենալու գաղափարը։ Մենք ամբողջ մեր մեծ թիմով տարբեր մտքերի քննարկումների արդյունքում գրքի շուրջ որոշեցինք, որ կունենանք գունազարդ եւ հետաքրքիր բովանդակությամբ հեքիաթ, նաեւ շփվելով Ալբերտի հետ եւ իմանալով թե որքան ընթերցասեր է նա, արդեն պարզեր, որ հեքիաթը լավագույն ու հետաքրքիր լուծումը կլինի ներկայանալու մեր միջազգային գործընկերներին եւ իհարկե նաեւ մեր հայ մեդիա դեմքերին ու գործընկերներին։ Բոլոր հաստատումներից հետո նաեւ Դավիթին պատմեցի գաղափարը ու քանի որ Դավիթը արդեն մտածել ու հյուսել էր գլխում ողջ սյուժեն, միանգամից հասկացա, որ հենց ինքն էլ կփորձի գրել հեքիաթը եւ իր առաջին փորձերն արեց որպես մանկագիր։ Քանի որ կար նախնական սցենար, որն արդեն գրել էի տեսահոլովակի համար, Լուսինեն առաջարկեց, որ այն մի փոքր ընդլայնենք, ավելի հեքիաթային դարձնենք եւ բերենք այնպիսի տեսքի, որի հիման վրա կկարողանա արդեն ստեղծվել ու տպագրվել գիրքը։ Ինձ մնում էր միայն հասկանալ, թե Հայաստանում որ հրատարակչության հետ պետք էր այս միտքը կարճ ժամանակում արագ ու լավ որակով իրագործել։ Զանգակ հրատարակչությունը առաջինն էր, որի հետ խոսեցինք եւ պետք է նշեմ, որ Զանգակի մեր գործընկերները հաշված ժամերի ընթացքում միտքն իմանալուց հետո ասացին, որ համաձայն են ու միանում են մեզ եւ իրենք էլ նույնչափ ոգևորված էին ու սկսեցինք առանց ժամանակ կորցնելու հավաքվել, թիմով քննարկել եւ սկսել աշխատել գրքի ստեղծման աշխատանքի վրա։ Շատ կարճ ժամանակ ունեինք իրականում այդ ամենը անելու համար։ Ես փորձեցի մեկ գիշերվա ընթացքում այդ ամբողջ տեքստը վերջնականացնել եւ արդեն Զանգակի մեր գործընկերները, խմբագիրները եւ բոլոր այն մարդիկ, որոնք երկար տարիների փորձ ունեն գրքեր, մասնավորապես մանկական հենց գրքեր ստեղծելու հարցում, այստեղ շտապեցին օգնել մեզ եւ արդյունքում ստացանք այս շատ գունեղ եւ հեքիաթային գիրքը, որը իհարկե Ալբերտը կնվիրի բոլոր երկրների մասնակիցներին եւ մեր գործընկերներին։ Ալբերտ ջան, ողջույն, ինչպե՞ս ես։ Ողջույն, լավ դուք։ Լավ, մեսի։ Ուրախ եմ, որ այսօր եկել ես մեզ հյուր, տեսնելու թե ինչպես է տպվում գիրքը, հուսով եմ մի քիչ նաեւ կօգնես մեզ, հա։ Պատրաստ ես, գնանք տեսնենք տպագրությունը։ Հիմա կտպենք գրքի կազմը, հետո էջերը, որից հետո կծալենք, կկարենք, տարբեր դաջվածքներ կանենք, սովսնձենք եւ վերջում կունենանք արդեն մի գիրք, որը քեզ կուղեկցի քո այս կարևոր միջոցառման ժամանակ։ Երբ մանկական Եվրատեսիլի թիմից ստացանք առաջարկը Զանգակ հրատարակչության հետ համատեղ ստեղծելու այս տարվա երկին համահունչ գեղեցիկ հեքիաթ, մեզ համար շատ մարտահրավերային էր, որովհետև ժամանակը սուղ էր եւ մեր դիզայներները, մեր խմբագրական անձնակազմը բոլորս միասին սկսեցինք միահամուռ գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի հեքիաթը գեղեցիկ տեսքով հասցնենք ավարտին։ Ստացվել է շատ գեղեցիկ այս տարվա խորհրդանիշ գիրք, որը մեզ համար խորհրդանշական էր ոչ միայն նրանով, որ հեքիաթը դուրս է բերված երգից, այլ նաև որ մեր երկրի մասնակիցը հնարավորություն կունենա հայալեզու եւ անգլալեզու տարբերակով իր օտարերկրյա ընկերներին նվեր տանելու այս տարվա խորհրդանիշը եւ այդ խորհրդանիշը գիրքն է։ Լույս ընծայել արտահայտությունը ոչ բոլոր դեպքերում են օգտագործում, դա օգտագործում են միայն գրքի դեպքում եւ երբ Ալբերտի երգի ուղերձին ծանոթացանք հենց այդ լույսի տարածման գաղափարին, մենք էլ մեր լույսընծայված գրքով փորձեցինք այդ լույսը ավելի ամբողջական դարձնել եւ ուղարկել մեր ողջ սերը, էներգիան, ջերմությունը, ոգևորությունը Ալբերտի հետ միասին, ինչու՞ չէ նաեւ գրքի տեսքով, դեպի հաղթանակ եւ վստահ ենք, որ այդ հաղթանակը
Շատ շոշափելի է եւ ուզում ենք, որ յուրաքանչյուր մասնակից այս տարի իր հետ Հայաստանից, Ալբերտից մի փոքրիկ հուշ տանի մեր համագործակցության արդյունք գեղեցիկ հեքիաթային ու կախարդական գիրքը։ Սա առաջին օրինակն է լինելու գրքի, կոչում ենք ազդօրինակ։ Հիմա ազդօրինակը կանես ինքդ, քո ձեռքով։ Գնացինք։ Վերցրու թուղթը, տես լավ է ստացվել։ Խաշի։ Տես ամեն ինչ երևում է։ Պտտիր։ Կա, ունենք վերնագիրն արդեն։ Ոսկեգույն, փայլիկները տեղում են։ Այո։ Շատ լավ։ Քանի որ այս ձևաչափով եւս առաջին անգամ ենք ներկայանալու, շատ հուզված ենք եւ շատ սպասում ենք, թե ինչ արձագանք կունենա հեքիաթի գիրքը հանրության շրջանում։ Քանի որ կար անհրաժեշտություն գիրքը փաթեթավորել կամ որևէ կերպով նվիրել, մենք հասկացանք, որ կա անհրաժեշտություն կտորե պայուսակների եւ ընտրությունը իսկապես բարդ չէր, որովհետեւ մենք գիտեինք, թե մեր որ գործընկերոջն ենք դիմելու այս հարցով։ Դեռ մեծերի Եվրատեսիլին Printme-ի հետ համատեղ ստեղծեցինք հետաքրքիր բրենդավորված կտորե պայուսակներ, հագուստներ պարգի համար եւ այս անգամ էլ վստահ գիտեինք, որ պիտի շարունակենք համագործակցությունը մեր գործընկերոջ հետ։ Printme-ի հետ նաեւ ստեղծեցինք մեր պատվիրակության այս տարվա հագուստները, ինչի համար շնորհակալ եմ, որովհետեւ այս համագործակցությունը եւս իսկապես ստացված էր։ Դիզայներական աշխատանքները, որոնք որ արել եմ այս ընթացքում, եղել են դրամաբանական շարունակությունը գործընկերներից կատարած աշխատանքի։ Խոսքը գնում է Braveheart տեսահոլովակի, անիմացիոն տեսահոլովակի մասին, այսինքն դիզայնի ուղղությունը մենք արդեն իսկ ունեինք, ես շարունակել եմ այն, ինչ արդեն ընկերներս ստեղծել էին, ու մեզ մնում է դա ավելի գեղեցիկ ներկայացնել հոստերի տեսքով, մերչերում, փոխանցելով գաղափարը, որ արդեն իսկ ունենք դրված երգի մեջ։ Մեր հիմնական խնդիրը եղել է այն, որ կարողանանք ստեղծել գեղեցիկ արտադրանք, որը առանձնահատուկ կլինի իր պարզությամբ։ Աշխատելու ընթացքում հասկացանք, որ դեղին շարֆը շատ է սիրվել հանրության կողմից եւ Ալբերտին արդեն պատկերացնում են հենց այդպես իր դեղին շարֆով եւ պարզ էր արդեն, որ բրենդավորված նվերների մեջ պիտի նաեւ ներառենք հենց այդ արդեն շատ սիրված շարֆը։ Եվ կարճ ժամանակում մեզ այս հարցում օգնեցին ոլորտում լավագույններից Kids Group-ը։ Երգի եւ տեսահոլովակի պրեմիերայից հետո իհարկե հաջորդ ամենակարևոր քայլը թիմի համար դա բեմադրության կոնցեպտի մշակումն է եւ յուրաքանչյուր տարի որպես կանոն սրանք ամենաթեժ քննարկումներն են լինում թիմի ներսում, յուրաքանչյուրը ունի իր գաղափարը, իր մոտեցումը, իր հետաքրքիր նաեւ մտքերը, բայց այս տարի կարծես թե պատասխանատվությունը ել ավելի մեծ էր, որովհետեւ այն արձագանքը, որը կար տեսահոլովակի եւ երգի շուրջ, իհարկե ինչ որ առումով ամբողջ թիմի համար եւ Ալբերտի համար եւս պարտավորեցնող է, որպեսզի բեմադրությունը ել ավելի տպավորիչ եւ ել ավելի լավը լինի։ Բեմում ելույթը դա կենթանի ելույթ է, հեռուստատեսային նաև նկարահանում է եւ այս բոլոր կանոնները հաշվի առնելով պետք է փորձել հնարավորինս իհարկե ստեղծել մի այնպիսի միջավայր եւ այնպիսի պատմություն պատմել, որ մարդիկ կարողանան ըմբռնել երգի իմաստը եւ կարողանան իհարկե նաև հասկանալ երգի էմոցիան, այն էմոցիան, որը փոխանցում է Ալբերտը իր կատարման միջոցով։ Այս տարի Ալբերտի բեմադրությունը լինելու է շատ թափանցիկ, շատ պարզ, շատ բարի, շատ սպիտակ ու որևէ ծանր, որևէ գույն, որևէ ավելորդ էլեմենտ մենք չենք տեսնելու թե բեմում, թե բեմադրության ժամանակ։ Մենք Ալբերտին տեսնելու ենք բեմում միայնակ, իր մտքերի, իր երազների ճանապարհին եւ տեսնելու ենք ուղղակի միջավայր, որտեղ կթողնենք, որպեսզի նրա էներգիան ճիշտ հասնի տեղ եւ ճիշտ վերադարձնի իրեն այդ մեծ էներգիան իբրև հաղթանակ։ Որ գալիս ես, պիտի սախ կպցնես իրար, եկար, նայեցիր, կախեցիր, նոր աչքերդ փակեց։ Քանի որ Ալբերտը իսկապես շատ հզոր ձայն ունի եւ շատ էմոցիոնալ է բեմում, մենք հասկացանք թիմի հետ միասին, որ ամենաճիշտը կլինի նրան թողնել հնարավորինս մենակ իր աշխարհում, որպեսզի նա կարողանա իր էմոցիայով, իր լեզվով եւ իր ձայնի միջոցով այդ բոլոր զգացմունքները եւ այն հիմնական ուղերձը, որն ունի այս երգը, կարողանա փոխանցել արդեն հեռուստադիտողներին։ Իհարկե այս ամենի հարցում նաեւ կարեւոր դեր են խաղում բոլոր այն բեմադրական էլեմենտները, որոնք մենք սիրում ենք յուրաքանչյուր տարի ասել, որ փակագծերը շատ չենք բացում, բայց այն ամենը, ինչը կատարվում է բեմում եւ կատարվելու է բեմում Ալբերտի շուրջ, վստահ ենք, որ օգնելու է նրան ել ավելի տպավորիչ ելույթ ունենալ։ Ինքը շատ տարբեր է, թե իբրև արտիստ, թե իբրև երգիչ, շատ յուրահատուկ ու շատ հետաքրքիր էներգիա ունի եւ շատ
զուսպ ու համեստ տեսակ է, ինչը որ կարծում եմ դա բնորոշ է տաղանդավոր ու մեծ մարդկանց, հա, ես կարծում եմ որ ինքը շատ մեծ արտիստ է դառնալու եւ սա իր առաջին մեծ բեմն է դեպի մեծ երազանք եւ ունենալու է շատ մեծ ճանապարհ դեպի մեծ բեմեր։ Բեմադրության հարցում իհարկե շատ կարևոր դեր ունի նաև լավ հագուստը եւ օգնության համար մենք դիմեցինք մեր գործընկերոջը ոճաբան Արմեն Գալյանին, որը երկու շատ հետաքրքիր գաղափար առաջարկեց բեմական հագուստի համար։ Մեկը բեմական հագուստն է, որը ոգեշնչված է հենց տեսահոլովակի կերպարից Ալբերտի, եւ մյուս տարբերակը արդեն բացման արարողության եւ կարմիր գորգի համար հագուստն է, որը ել ավելի հետաքրքիր մոտեցում ունի։ Ունենալու ենք դեկորատիվ լուծումներ բեմում, որի շուրջ շատ երկար եւ շատ մեծ թիմ է աշխատել ու առիթից օգտվելով նաև այդ թիմին պետք է մեծ շնորհակալություն հայտնեմ, որը շատ ժամկետներում իսկապես շատ տպավորիչ արդյունք է կարողացել ստանալ, որը իհարկե մարդիկ կտեսնեն արդեն բեմում Եվրատեսիլի։ Մի խոսքով ամբողջ թիմը աշխատում է եւ պատրաստվում է մեր առաջին փորձին Թբիլիսիում։ Այսօր հանդիպման եմ Եվրատեսիլի ֆանակումբի անդամների հետ։ Շատ ուրախ եմ, որ ես եմ ներկայացնելու եւ շատ շնորհակալ եմ, որ եկել եք։ Շատ սիրվող կերպար ես ու ես վստահ եմ, որ քեզ դրսում են շատ սիրելու ու հաղթանակավոր հետ ես գալու։ Այս տարի իրոք մեր սրտին ակապել ես երկրը ու քո կերպարը ու այդ նաև գնում է Հայաստանից դուրս, որովհետև ռեակցիաները երբ որ մենք նայում ենք, մարդիկ չեն հասկանում երգի բառերը, բայց իրենք հուզվում են։ Այդ նշանակում է, որ բառերը շատ կարևոր են հասկանալ, բայց երաժշտությունը, անկեղծությունը, քո ձայնը ամենակարևորը, իրոք գնում ու հասնում է տեղ։ Փորձերը շատ են, երբեմն լինում է, որ հոգնում եմ, բայց ամենակարևորը այս ամեն ինչը ուրախ եմ անում, հաճույքով եմ անում եւ շատ հետաքրքիր է այս process-ը ինձ համար, դրա համար այդ հոգնածությունը այդքան չեմ կարևորում։ Այս հանդիպումները համար որ դու նաև մանաս որ կա մի հատ մեծ բան, ով քո կողքին է աստեղ, եթե դու արդեն Վրաստանում լինես ու հենց դրա համար էլ դեկտեմբերի 13-ին մենք դիտում ենք կազմակերպել Եվրատեսիլի, ուզում եմ մանաս որ մենք շատ էնտուզիազմով երկրպագելու ենք քեզ, իմացի որ շատ դրական էներգիա է գալու ստեղից քեզ։ Օգային Եվրատեսիլի պաշտոնական ֆանակումն է եւ մենք Հայաստանի ներկայացուցչության անդամներն ենք։ Ֆանակումբը արդեն տարիներ շարունակ մրցույթին հետևում է շատ մեծ ոգևորությամբ։ Մենք ամեն տարի ենք նույն ոգևորությամբ հետևում, բայց Ալբերտով շատ ոգևորված ենք, որովհետեւ մանկական Եվրատեսիլում մեր երգերը հիմնականում եղել են ավելի ռիթմիկ, բարային երգեր, բայց այս տարի բալադով ենք ներկայանում։ Սա ուղղակի բալադ չի։ Սա խիզախ սրտի մասին է։ Ալբերտի մասին է, Ալբերտի ձայնի մասին է եւ մենք վստահ ենք, որ այս երգով մենք շատ կտպավորենք եվրոպական հանդիսատեսին ու Ալբերտին մեծ հաջողություն ենք մաղթում։ Շատ ուրախ եմ, որ Ալբերտն է ներկայացնելու մեր երկիրը այս տարի մանկական Եվրատեսիլում ու վստահ եմ, որ ինքը իր վառ կերպարով շատ ստացված երգով կարողանա գերել հանդիսատեսին ու հաղթանակ բերել եւս մեկ անգամ մեր երկրին եւ մեծ ուրախություն բարգեւել։ Երբ լսեցի Ալբերտի կատարումը, շատ տարբերվող էր մնացած տարիների կատարումներից ու անկեղծ երբ որ լսել եմ, շատ եմ հուզվել ու այդ էմոցիոնալ այդ ազդակները արդեն խոսում են մասին, որ երգը շատ լավն է ու անհամբեր սպասում էի նաև այսօր Ալբերտի հետ հանդիպմանը ու երբ եկա Ալբերտին տեսա ու լսեցի նաև իր իրական ձայնը, հասկացա, որ այն ինչ ես լսել եմ էկրաններից այն կողմ ու այն ինչ ես լսեցի այսօր իրար լրիվ համապատասխանում էին, անգամ ավելի լավ էր։ Այս տարի մենք շատ ավելի մեծ էնտուզիազմով ենք վերաբերվում մեր արտիստին Ալբերտին, որովհետև երբ մենք նկատում ենք բոլոր այն վիճակագրությունները, բոլոր այն մեկնաբանությունները, որոնք գրվում են մեր արտիստի հասցեին, որոնք բնականաբար միանշանակ դրական են, կարող ենք ասել, որ Ալբերտը թերևս մեր ամենահաջողված արտիստներից է, որ պետք է դեռևս ներկայանա մրցույթում եւ անկախ նրանից ինչ կլինի, վերջնարդյունքը միանշանակ Ալբերտը արդեն հաջողել է թե երկրպագուների քանակի առումով, թե դիտումների առումով։
Այս ընթացքում Ալբերտի զբաղվածությունը շատ մեծ էր, ուստի համերգներ շատ չէինք կարող կազմակերպել, բայց որոշեցինք համագործակցել մեր շատ լավ գործընկերոջ Seasons Park-ի հետ։ Մենք միասին կվառենք տոնածառի լույսը։ Պատրաստ եք բոլորը։ Գնացինք։ Իդեպ հենց հաջորդ շաբաթօրը դեկտեմբերի 13-ին մանկական Եվրատեսիլ 2025-ը կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ հենց Seasons Park-ում, գալ, աջակցել, քվեարկել Ալբերտին եւ իհարկե բոլորով միասին կկարողանանք դիտել մանկական Եվրատեսիլը։ Իմը գրեթե կես տարի շարունակում քրտնաջան աշխատում է ընդամենը 3 րոպե բեմում ելույթ ունենալու համար։ Այս պահը իսկապես շատ հուզիչ է, երբ հասնում ես ետնաբեմ եւ հասկանում ես, որ հենց այդ 3 րոպեվա ընթացքում լինելու է քո 6 ամսվա կատարած աշխատանքի արդյունքը եւ ամեն ինչ որոշվելու է հենց այդ պահին։ Սա շատ հուզիչ, միևնույն ժամանակ շատ ոգևորող եւ պատասխանատու պահ է յուրաքանչյուրի համար։ Ամենակարևորն է Ալբերտի համար։ Ես վստահությամբ կարող եմ ասել, որ թիմը արել է հնարավոր ամեն բան, որպեսզի Ալբերտը իսկապես փայլի այս մեծ եվրոպական բեմում եւ հրաշալի ելույթ ունենա։ Իսկ մնացածը արդեն իհարկե հեռուստադիտողների եւ ժյուրիի ձեռքերում է։ Հուսով ենք, որ ամեն ինչ կստացվի։ Այս համերգից շատ ուրախ եւ տպավորված եմ։ Վրաստան մեկնելուց առաջ հանդիսատեսի այս բուրն արձագանքը, սերը, ջերմությունը եւ ծափահարությունները ինձ շատ ուժ եւ վստահություն տվեցին, եւ համերգից եւ հանդիսատեսից ստացած այս ջերմությամբ ես կմեկնեմ Վրաստան եւ հենց այնտեղի բեմից հետ կփոխանցեմ այս ջերմությունը։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։